Ուրեմն հաջորդ հարգելի ուսանողներ, եկեք մենք անցնենք հաջորդ պարագրաֆին, որտեղ տարրական մատրիցները, որ մենք անցանք, ինտենսիվ օգտագործվելու են։ Ուրեմն տեսեք, այս պարագրաֆը մեր դասընթացի ամենագեղեցիկ պարագրաֆներից մեկն է եւ ինքը յուրահատուկ է ինչով։ Ոչ մի նոր հասկացություն այս պահի դրությամբ չի անցնելու, բայց մեր մինչև հիմա անցած հասկացությունները առատորեն օգտագործվելու են։ Տարրական մատրից, հակադարձելի մատրից, ռանգ, բերված աստիճանաձև տեսք, Գաուս-Ջորդանի մեթոդ, ազատ փոփոխականներ, գագաթային փոփոխականներ, մի խոսքով մեր վերջի մի քանի գլուխների բովանդակությունը ամիջ գալու այստեղ միախառնվելու են, այսպես միաձուլված մի փաստ են դառնալու։ Եվ այս թեման ինքնին մի փոքրիկ քննության նման մի պարագրաֆ է այս 9-2-ը, ով ամեն ինչ տիրապետել է մեր նախորդ թեմաներում, այսա լավ կհասկանա։ Նայեք, մինչև դրա ապացույցին անցնելը ես այսպեսի մի հատ տրամաբանության հետ կապված փաստ ձեզ ասեմ։ Դուք պնդումների այսպես շրջանաձև կամ circular այդ շղթայի հետ երևի ծանոթ եք, չէ՞։ Եթե ցույց A պայմանից դուք գիտեք, որ B պայմանն է բխում, ստեղից է բխում է C պայմանը, ստեղից է բխում է ինչ որ D պայմանը եւ այլ, չգիտեմ, վերջում ինչ որ Z պայմանն է բխում, եթե Z պայմանից էլ բխում է A պայմանը, ապա այս A-ից մինչև Z բոլոր ցանկացած երկու պայմաններ միմյանց ինչ են։ Համարժեք։ Օրինակ այս D-ն եւ B-ն իրար համարժեք են, նույն բանն են նշանակում, որտեղ B-ից S շղթայով բխում է D-ն, իսկ D-ից AS շղթայով բխում է A-ն։ Ուրեմն մենք այս մեր գեղեցիկ պարագրաֆը, որը քննության նման մի քիչ պարագրաֆ է, անելու ենք այսպես, սկսելու ենք ինչ որ փաստից ու դրա վրա հենվելով առաջ գնալով ստանալու ենք նորանոր փաստեր։ Եվ վերջում նորից վերադառնալու ենք ամենասկզբին փաստին, այսինքն բոլոր փաստերը միմյանց համարժեք էին։ Սկսենք առաջի փաստից։ Վերցնենք մի հատ A մատրից, որը հակադարձելի է։ An հակադարձելի մատրից է, բնականաբար ինքը նաև քառակուսի մատրից է ցանկացած դաշտի վրա։ Վերցնենք մի հատ կամ այդ նույն դաշտից n հատ տաժեր, B1, Bn, եւ այս մատրիցի տաժերը օգտագործենք որպես գործակիցներ, ստանանք ահա այս գծային հավասարումների համակարգը, որը նաև կարելի է ահա այս տեսքով գրել, չէ՞։ Վերցրեցինք քայլեր անել, վերցրեցինք մի հատ հակադարձելի մատրից, նրանով համար կառուցեցինք sense գծային հավասարումների համակարգ, ցանկացած B1, Bn ինչ որ n-յակի համար։ Նա, ինչպես գիտեինք, կարելի է sense մատրիցային տեսքով գրենք։ Լեմմա ասում է, եթե այս մատրիցի, եթե համակարգի գործակիցների մատրիցը հակադարձելի է, իսկ մեր իրավիճակում ինքը հակադարձելի է, չէ՞։ Այդ դեպքում մեր համակարգը, այս համակարգը համատեղելի է, այն ունի միակ լուծում, ընդ որում այս միակ լուծումը տրվում է այս մատրիցային արտադրյալի եղանակով։ Այստեղ մի քիչ շփոթեցուցիչ ձևակերպում ամենավերջը, ինչ է համատեղելի է, ինչու է միակ լուծում, այդտեղ դա մեզ չի վախեցնում, բայց ինչ է նշանակում լուծումը տրվում է այս եղանակով։ Սա ինչ է, որ սա մատրիցների բազմապատկում է, մատրիցների բազմապատկումը արտադրյալը ոնց կարող է լինի համակարգի լուծում։ Մենք գիտենք, որ համակարգի լուծումը n-յակ է, այսինքն վեկտոր է։ Մտածենք, հիմա տեսնենք այս A-1 B-ն ինչ է։ Նայեք, եթե A-ն մեր մոտ n-ը n-ի վրա մատրից էր, ապա A-1-ը քանիսը քանիսի վրա մատրից կլինի, դուք ասեք։ Կրկին n-ը n-ի վրա, չէ՞։
որտեղ n-ի վրա մատրիցի հակադարձ են սահմանվում է որպես n-ի վրա մատրից։ B-ն քանիսի վրա մատրիցը, այս սյունը, այս սյունը քանիսի վրա մատրիցը, դուք ասեք, n-ը 1-ի վրա։ N-ը n-ի վրա մատրիցը կարելի է արդյոք բազմապատկել n-ը 1-ի վրա մատրիցով։ Կարելի է, որտեղ այս n-ը հավասար է եւ արդյունքը կլինի n-ը 1-ի վրա մատրից։ N-ը 1-ի վրա մատրիցը ինչ է։ Մի հատ սյուն չի արդյոք։ Սյունը բաղկացած n հատ կոորդինատից։ Դե այս լեմման պնդում է, որ այդ սյուն վեկտորը իր այդ n հատ կոորդինատներով հանդերձ կլինի այս համակարգի լուծում, այսինքն այդ n հատ կոորդինատները հանենք դնենք այս x1, xn փոփոխականների փոխարենք, կստանանք նույնություններ։ Իմաստը պարզ է, չէ՞։ Ահա, դե սա մեկն է այն փաստերից, որ իմաստը մեկնաբանելը ավելի երկար ժամանակ է խլում, քան թե բուն ապացույցը։ Նայեք, վերցնենք AX-ը հավասար է B-ն, մեր համակարգը սրան է համարժեք։ Քանի որ A-ն հակադարձելի է, ինքը ունի իր A-1-ը։ Բռնենք իրանով ձախից իրանով բազմապատկենք։ Կստացվի ինչ։ A-1 AX-ը հավասար է A-1 B, դե այս A-1 A-ն իրարով կրճատում են, ստացվում է քանը միավոր անգամ x-ը ստացվում է x, եղավ x-ը, որը այս մեր փոփոխականների սյունակը հավասար է ահա այս սյուն մատրիցին։ Դե մատրիցները երբ են իրար հավասար, երբ որ x1-ը հավասար է սրա առաջի կոորդինատին, x2-ը հավասար է սրա երկրորդ կոորդինատին, xn-ը հավասար է սրա վերջի կոորդինատին։ Այսինքն լուծումը դա հենց այս մատրիցն է, որ կա, վերջակետ։ Քանի որ արտառոց եւ տարօրինակ փաստեր, հələ եկեք մի հատ համակարգի վրա կոնկրետ գրենք, որ տեսնենք դենց է, թե այդպես։ Վերցնենք մի հատ sense համակարգ, նայենք իր մատրիցը, այս չի իր մատրիցը։ Դուրս ենք գրել իր գործակիցները։ Սա ինքը պարզվում որ հակադարձելի է, այս պահին խնդրում եմ մի հարցրեք, թե ինչի է հակադարձելի եւ իր հակադարձն սա է, խնդրում եմ մի հարցրեք, թե ինչպես կտանք իր հակադարձը սա է, հետո կիմանանք։ Սա իր հակադարձն է, եթե ուզում եք ստուգել, բռնեք այս A-1-ը A-ով բազմապատկեք, տեսեք որ իսկապես կստացվի միավոր մատրիցը։ Ինչևից է սա հակադարձն է։ Վերցնում ենք այդ հակադարձը, բազմապատկում ենք մեր B-ով, ստացվում է լուծումը 3 - 1 2։ Ճիշտ լուծումն է, չէ՞։ Սա հենց այն լուծումն է, որը որ մենք նախորդ պարագրաֆներում նույնպես ստացել էինք հենց այս նույն համակարգի համար։ Ուրեմն լուծումը ստացվեց մի հատիկ մատրիցով բազմապատկելով։ Այս քանի հետ կապված խնդրեմ հարցեր կան, թե ոչ։ Մենք մեր այդ շրջանաձև կամ ցիրկուլյար փաստարկների առաջի քայլը արեցինք, եթե մեր A-ն ինչ էր հակադարձելի մատրից էր քառակուսի, ապա այս համակարգը ինչ B1 B-ն էլ վերցնենք ունի միակ լուծում։ Լուծման ձևներ նույնիսկ գիտենք գտնելու։ Ով է ուզում հիշեցնել, թե ինչ է համասեռ համակարգը։ Որ եթե լուծում ունեն, լուծումները նույնն են, չէ, երբ որ B-ը 0 էին, էտեր։ B-ը 0 են, եթե B-ը 0 են, ուրեմն մեր համակարգը այսպես չի կարելի գրել։ AX-ը հավասար է 0։ Այս 0-ական մատրիցը կամ O մատրիցը դա ինչն է, միայն 0-ներից բաղկացած մատրիցն է։ Այսինքն այն սովորական AX հավասար է B մատրիցն է։ Եթե ազատ անդամները բոլորը 0-ներ են, իրան կարելի է գրել AX-ը հավասար է 0 տեսքով, կամ AX-ը հավասար է O տեսքով։ Այս մատրից, սա համ 0-ը կարդաց, կարելի է կարդալ համ էլ O։ Ընդհանրապես այդ երկու տառերը երբեմն նույնացվում են։ Օրինակ մենք 503-ը միշտ հենց միայն 503
կարող է, չէ, արտաբերենք, բայց անգլերեն կարող ասեն 503, այս O-ն հասկանալով նաև 0։ Ինչևից է, ունենք մենք մի հատ այսպիսի համասեռ համակարգ։ Մեր նախորդ լեմման ասում էր, որ մեր այդ համակարգը ունի միակ լուծում։ Դե համասեռ համակարգը նույնպես կունենա միակ լուծում, որտեղ ինքը համակարգի մասնավոր դեպք է, բայց մյուս կողմից հիշում եք մենք առաջ ասել ենք, որ մեր համակարգը, եթե ինքը համասեռ է, ապա ինքը լուծում միշտ ունի, թե կարող է երբեմն չունենալ։ Միշտ ուներ, ու որ բոլոր կոորդինատները 0 էին։ Ահա, միշտ գոնե մի հատիկ 0 ուներ, այնտեղն է, որ զրոյական լուծումներ, բոլոր կոորդինատները 0 էին։ Դե ստեղ էլ ասում է, ինքը հենց մի հատիկ լուծում ունի։ Ուրեմն ոնց որ մենք մեր հաջորդ երրորդ դիտողությունը, երրորդ փաստը որն է, եթե մեր համակարգը համասեռ է, այս մեր իրավիճակում, ապա նա ունի միայն 0 լուծում ու այլևս ոչ մի այլ լուծում։ Ստացանք ուրեմն հաջորդ փաստը։ Շարունակենք։ Հիշում եք, երբ որ մենք համակարգը Գաուս-Ժորդանի մեթոդով լուծում էինք, ինչ պետք անեինք։ Նախ բերում ենք RF տեսքին, չէ, կամ նույնիսկ RF-ը պետք չէ RF տեսքին, այդտեղից նայում էինք ռանգը ինչ էր։ Ասենք թե ռանգը R էր։ Ռանգը դա ինչն էր, գագաթների թիվն էր, չէ։ Եթե գագաթների թիվը R էր, մեր մատրիցն էլ n-ը n-ի վրա էր, ապա ազատ փոփոխականների քանակը ինչքան էր։ N-R n-r հատ ազատ փոփոխականներ կան։ r-r ազատ փոփոխականները տարվում էին աչք մաս եւ նրանց ինչ որ արժեքներ է շնորհվում։ Քանի որ մեր դաշտը, չէ, ամեն մի դաշտ առնվազն 2 հատ տար պետքա պարունակի, չէ, մի տարրանի դաշտ չկա աշխարհի երեսին։ Դաշտում 0-ն եւ 1-ը միմյանցից տարբեր տարրեր էին սահմանվում։ Նշանակում է, եթե մենք ունենայինք գոնե մի հատ այս մեր համասեռ համակարգում, ունենայինք գոնե մի հատ ուրեմն ազատ փոփոխական, ապա մեր լուծումների քանակը ինչքան կլներ, 1 կլներ, թե 1-ից ավել։ Մեկից ավել։ Հաստատ 1-ից ավել, չէ։ Այստեղ որոշ ուսանողներ շփոթվում ասում են անվերջ կլներ, չէ, եթե դաշտը վերջավորներ, անվերջ չէր լինի։ Ինչ որ է 1-ից ավել կլներ։ Դե ուրեմն, եթե մենք այս իրավիճակում եկել հասել ենք այն փաստին, որ այս համակարգը ունի միայն մի հատիկ լուծում, ուրեմն իր ազատ փոփոխականները քանի հատ են եղել։ Չենք ունեցել ազատ փոփոխական։ 0 հատ են եղել։ Ուրեմն իր ռանգը ինչ է եղել։ N N-ը եղել, չէ։ Կարող եմ ուրեմն մեր հաջորդ փաստը ստեղից բխեցնել։ Ուրեմն մեր այս կոնտեքստում իր ռանգը, այսինքն R-ը, դա հենց N-ին է հավասար եղել, այսինքն N-ն էլ ինչն էր, մեր մատրիցի չափերն էին։ Հաջորդ կետը, եթե մենք ունենք N-ը N-ի վրա մատրից, ռանգը N է, ուրեմն իրան որ բերում ենք RF տեսքին, քանի հատ գագաթ ենք ստանում, քանի հատ գագաթայնություն ենք ստանում, քանի հատ գագաթ։ N հատ գագաթայնություն, N հատ գագաթ։ Միայն գագաթ, իսկ ոչ գագաթայնություններ լինում են։ Չէ, Այս դեպքում չէ։ Այս դեպքում չէ։ Հիմա հələ հիշենք, RF տեսքը ինչ ուներ։ Ասում էր ամենաառաջին, ասում էր գագաթա, գագաթից բացի մնացածը բոլորը 0-ներ են։ Հիմա անցնենք երկրորդ սյանը։ Այս երկրորդ սյունը կարող է ասենց տեսք ունենա 7 0 0 0 0։ Չէ, 7-ը պիտի 0 լիներ։ Նո, չէ, չի կարող։ Չի կարող, որտեղ պիտի սա էլ զոռով գագաթային լինի։ Եթե սա էլ զոռով գագաթային է, գագաթը պիտի ստեղ լինի, գագաթից վերև պիտի 0 լինի,
ներքևները էլի պետք է լրի զրոներ լինեն։ Երրորդ սյունը ինչ տեսք պարտավոր է ունենալ։ 001 ներքևերի զրոներ, իսկ ով ուզում ասել Միավորը ստացանք։ ահա 000 վերջում 1։ Այս ինչ մատրիցա։ Միավոր մատրիցա։ Միավոր մատրիցա, այսինքն մենք n փաստից, որ մեր մատրիցը n-ը n-ի է, եւ իր ռանգն էլ n-ը, մենք այդտեղ բխեցինք, որ իր RRF-ը in-ն է։ Եկեք ձևակերպենք եւ գեղեցիկ գրենք մեր ստացած փաստը։ Ուրեմն, եթե այս մեր այս կոնտեքստում, եթե AX-ը հավասար է 0-ն ունի միակ լուծում, այդ դեպքում հաջորդ երկու փաստերն են ռանգը հավասար է n եւ դրանից է բխում, որ իր RF-ը հավասար է in։ Եկել հասել ենք ստեղ։ Շարունակում ենք բխեցնել մի փաստից մյուսը։ Այ մեր նախորդ պարագրաֆից հիշում եք, արդյոք ահա այս հələ սպասեք վերադառնանք։ Նախորդ պարագրաֆից ուր էր այս կարևոր հավասարությունը մատրիցի վրա ազդել ենք որոշ քանակությամբ տարրական մատրիցներով, ստացվել է իր RF-ը։ Սա տեղի ուներ ցանկացած մատրիցի համար, ոչ անպայման քառակուսի, կամայական։ Մասնավորապես այս ան կարող է մեր այդ մատրիցը լինի, որի մեջ մասին մենք խոսում ենք։ Կարող է։ Իսկ իր RF-ն էլ այդ դեպքում ինչ էր։ Միավոր մատրից։ in-ը, չէ՞։ Հələ եկեք վերադառնանք մեր այն տեղը, որտեղ որ մենք կանգ ենք առել։ Ասում ենք հələ մի րոպե, ստեղ էս մեր կոնտեքստում էս նորվա լեմման մեզ ասում է իր RF-ը in-ն է, այսինքն մեր էս այն նորվա հավասարումը, որ մենք գրում էինք, հավասարությունը, ստացվում է սենց it i1 an հավասար է in։ Այ ինչպես ստացանք այս կետը, հասկանալի է, թե հարցեր կան։ Հիմա շարունակենք։ Յուրաքանչյուր այս հակադարձը, յուրաքանչյուր այս տարրական մատրիցին նայենք։ Տարրական մատրիցները հակադարձելի են, թե ոչ։ Հակադարձել են։ Ավելին դուք հիշում եք, ոնց կարելի է յուրաքանչյուրի հակադարձը դյուրին հաշվել։ Հիմա նայեք, եթե սա հավասար է in-ին, հələ ձախից, որ այս it-ն որ ստեղ կա, հələ այս it-ի -1-ով, որ երկու կողմից ստեղից այս it-ի -1-ով բացապատկեմ, ինչ կլինի, ստեղ մի հատ it կկանգնի, ստեղ էլ մի հատ it-1, մի հատ it-1 այսպես կկանգնի։ Չէ՞։ Հիմի համաձայն եք, որ այս սա սրա հետ կկրճատվի։ Հետո կարող եմ մի հատ էլ it-1-1-ով բացապատկել, այդտեղ կրճատվի եւ այլ, այս բոլոր հերթով այս i-երի այս հակադարձերի տարրական մատրիցների հակադարձելով հերթով որ բացապատկենք, վերջում էս ձախից կբացապատվի e1-ի -1, այս սրա շնորհիվ։ Ստեղից էլ e1-ի -1։ Դե այս e1-ի -1-ը կրճատվի e1-ի մեջ, ձախ կողմում ինչ կմնա։ Անմատրիցա։ Միայն ան կմնա։ Աջ մասում էլ կմնա այս հակադարձելի մատրիցների, կներեք, տարրական մատրիցների հակադարձները գրած մի խումբ։ Բայց դուք հիշում եք, չէ՞, որ տարրական մատրիցի հակադարձը նույնպես ինչ էր։ Տարրական մատրիցի հակադարձը նույնպես հակադարձելի մատրից էր, եւ դա մենք այստեղ, ահա, այստեղ վարժություններում կրկնում ենք, չէ՞, առաջի տիպինի հակադարձը այսպես էր, երկրորդ տիպինը, չէ, սրանք են սխալ օրինակներն էին, երկրորդ տիպինը ստանում էինք եւ այլ եւ այլ։ Հիմա տեսեք,
Սիրունության համար, եթե ես նշանակումներ կատարեմ, այս E1 մինուս 1-ին անունը դնեմ, ասենք թե որպեսզի այդ մինուս 1 անդադ այնտեղ գլխավերևին դրված չլինի, սա անդնեմ F1, սրան անդնեմ FT, այս F1-ից FT-ն ովքեր են։ Նրանք E1-ից YT մատրիցների, տարրական մատրիցների հակադարձերն են։ Ստեղից ստացվում է, որ անհավասար է F1 FT։ Այսինքն կարող եմ ես հաջորդ պնդումը կատարեմ, որ մեր այս կոնտեքստում, կոնտեքստը որն էր, մենք հասել էինք n կետին, մենք հենվում էինք n կետի վրա, որ իր վերված աստիճանաձև տեսքը միավորն էր, չէ՞, n-ի վրա մատրիցի։ Մենք կարող ենք պնդենք, որ ինքը ուրեմն տարրական մատրիցների արտադրյալ է։ Այս էլ մեր հաջորդ պնդումն է։ Ինքը տարրական մատրիցների արտադրյալ է։ Սա մեր հաջորդ փաստն է, որ ստանում ենք։ Վերջին փաստին ենք գալիս։ Տեսեք, սենց փաստ դուք հիշում եք, չէ՞, մենք նախորդ պարագրաֆներից մեկում ասեցինք, որ հակադարձելի մատրիցների արտադրյալը միշտ հակադարձելի է, ավելին, եթե ան ու բեն հակադարձելի են, իրանց հակադարձը հաշվելու ձևն էլ էինք հիշում, դա որն էր, սա ինչին էր հավասար, B-1, A-1, B-1, A-1, ահա, դες եթե սա երկու հատ գրած չլներ, 3 հատ մատրիցներ, ABC-լներ կամ P հատլներ, գրած լներ F1, F2, FT։ Յուրաքանչյուր այս սրանցից չէ, որ առանձին վերցրած տարրական մատրից էին, ամեն մի տարրական մատրիցն էլ առանձին վերցրած ինչ էր, հակադարձելի էր, ստեղ գրած է մի խումբ հակադարձելի մատրիցների արտադրյալ։ Այդ մի խումբ հակադարձելի մատրիցների արտադրյալը, ուրեմն ինքը նույնպես ինչ է։ Հակադարձելի է, էլի։ Հակադարձելի է։ Կրկին մենք ստացանք անհակադարձելի է։ Հələ մի հատ հիշենք, այս մեր պարագրաֆը մենք սկսեցինք այն գլխից ինչով, ինչ մտքով։ Միակ բանը, որ վրա հենվեցինք, ինչն է հակադարձելի մատրիցա։ Ուրեմն հակադարձելի մատրիցա, իրանից ստացանք ինչ որ ես իմ ինչ որ փաստ, հələ վերադառնանք այս նկարին, որը մենք ահա էսա շղթայական կառուցվածքը A-ից այն մատրից, որ մեր մատրիցը հակադարձել է, մենք ստացանք չեմ անում մեր երկրորդ փաստը, երրորդ փաստը եւ այլ, ինչ որ մի խումբ փաստեր, վերջի փաստից նորից բխեց, որ անհակադարձելի է։ Ուրեմն այս նշած բոլոր փաստերը ինչ են իրանից ներկայացնում։ Նշված բոլոր փաստերը իրար ինչ են։ Համարժեք են։ Ստացանք մենք հետևյալ թեորեմը, ցանկացած A քառակուսի մատրիցի համար, այն անգամ են ցանկացած դաշտի վրա, հետևյալ պայմանները համարժեք են։ A-ն հակադարձելի մատրից է, AX հավասար է B համակարգը, ունի միակ լուծում ցանկացած B-ի համար, հաջորդ AX-ը հավասար է O համասեռ համակարգը ունի միակ լուծում, զրոյական։ Մատրիցի ռանգը n է, մատրիցի բերված աստիճանաձև տեսքը in է եւ an հակադարձելի մատրիցների, կներեք, տարրական մատրիցների արտադրյալ է։ Հիմա սպասեք, ես ես մի հատ հարց տամ ձեզ այս թեորեմի կիրառության որպես նմուշ։ Տեսեք, ասենք մեզ տված են այս մատրիցները։ Սրանք ինչ որ մատրիցներ են։ Անել այս ասենք 10 հատ այս մատրիցից
10-ատես մատրիցից, 10-ատես մատրիցից, 10-ատելեց մատրիցից բռնած ինչ որ խարը խշտիկ ինչ հերթականությամբ ուզենք գրենք իրարով բազմապատկած է։ Հետո վերցնենք ցանկացած փոփոխականներ հավասար է 11, 12, 13։ Ինչ եք կարծում, այս համակարգը լուծում ունի թե չէ։ Համակարգը միակ լուծում ունի։ Այո, լուծում ունի, այն էլ միակ։ Տեսեք ինչ հեռու գնացող դատողություն մենք կարող ենք անենք։ Իսկ չգիտենք թե այս ան ով է, բայց շնորհիվ այն բանի, որ այս մատրիցների արտադրյալը ինչ որ քանի հատ ուզում են ընդ որում։ Ընդ որում սրանցից յուրաքանչյուր տարական մատրիցա մենք ասում ենք, որ իր ունի միակ լուծում։ Իսկ rank an ինչ է։ 3 է։ Իսկ rref an կարող է ասեք ինչա առանց իմանալու թե an ով է։ Միավոր մատրիցը։ Տեսեք ինչ հետաքրքիր զրակացություններ կարելի է անել առանց անգամ իմանալու թե որ կոնկրետ մատրիցի հետ ենք գործ ունենում։ Եղավ։ Այստեղ մի հատ կարևոր բան էլ անցնենք, այս թեորեմը եզրափակելուց առաջ։ Այստեղ։ Նայեք։ Այն բանից հետո, որ մենք իմացանք, որ ինքը հակադարձելի է։ Սա նաև մեծ ձև է տալիս այդ հակադարձը գրելու։ Տեսեք, մենք այստեղ ուր էր մի հատ հավասարություն չունենք, այս հավասարությանը հələ նայեք։ Չունենք այս խզբզոցը, որ պարզ լինի ինչ եմ ուզում ասել։ Տեսեք, ստեղ երբ որ հասանք այս կետին եւ որ տեսանք, որ ինքը հակադարձելի է, հələ իրավունք ունեմ իր հակադարձով a-ից բազմապատկեմ այս երկուսն էլ։ Որ բազմապատկեմ, դե դուք ասեք, i անգամ a-ի -1-ը դա հենց ինչն է, a-ի -1-ն է։ Իսկ այս ձախ կողմում ինչ է կատարվում այս հատվածում։ Այս a-ն ու a-1-ը Լինի միավորը։ իրար ոչնչացնում են, մնում են միավոր, այդ միավորները կարող ենք կրճատենք չգրենք։ Ստացվում է, որ մեր a-1-ը հավասար է այս հակադարձելի մատրիցների արտադրյալին։ Այս բանաձևն ենք ստանում։ a-1-ը այս տեսքին։ Ինչով է սա հետաքրքիր։ Հələ համեմատեք այս գրությունը ու այս գրությունը։ Այս բանաձևից հենց որ մենք an բերում ենք rref տեսքի y-երով, այդտեղից երկու բան է հետևում։ Այս y-երի արտադրյալը եթե վերցնենք, այսքան կտորը, այս հատվածը։ Դրանց արտադրյալը հենց մաքուր ինքը a-1-ն է, a-1-ի գրառումը, եւ եթե դրանցից բոլորը, այս SF-երը ոնց են ստացվել։ Դրանց այդ y-երից յուրաքանչյուրը փոխարինենք իր հակադարձով, դա անելու մենք ձևը գիտենք, եւ շարենք իրանց հակառակ հերթականությամբ, տեսեք, այստեղ 1-ից t դեպի ձախ է գնում, իսկ այստեղ 1-ից t դեպի աջ է գնում։ Շարենք իրանք հակառակ հերթականությամբ կստանանք an։ Եղավ։ Կրկին նայեք այս թեորեմին ու տեսեք, որ մենք ոչ միայն այս թեորեմը սովորեցինք, որը անընդհատ տարբեր տեղերում հիմա օգտագործելու ենք, այլև հաշվողական կարևոր տրյուկներ սովորեցինք։ Օրինակ, մատրիցը տրված է տարական մատրիցներով, մենք միանգամից rank-ն ու i-ը rref-ը գիտենք։ Մատրիցը բերում ենք rref-ի, եթե այդ rref-ը քառակուսի մատրիցը ըլնում է i-ը, ապա մեր an կարող ենք գրենք որպես տարական մատրիցների արտադրյալ։ a-1-ն էլ կարող ենք գրենք ինչա։ Եղավ։ Հələ եկեք օրինակներին նայենք։ Նայենք ահա այս մատրիցին, որը մենք մի քիչ առաջ դիտարկել էինք։ Սա մեր an-ն է։ Տեսեք, այս օրինակին նայենք։ Տեսնում եք, այս մատրիցն է, այս համակարգի մատրիցն է, որի վրա մենք այս
շղթան ենք արել, այս 7 տարրական ձևափոխությունները անելով բերել ենք իրան բերված աստիճանաձև տեսքի։ Այ այդ E1, E2 մինչև E7 այս տարրական մատրիցներն են գրված ստեղ։ Այդ գրառումները եթե վերցնենք գանք մենք այս մեր թեմայի մեջ, ինչ կստացվի, տեսեք, E1-ից E7-ը բազմապատկել է ձախից A-ով, ստացվել է իր RRF-ը, որը իդեպ 1-ն էր։ Իդեպ այն մյուս նախորդ պարագրաֆում մենք այս քանի արտադրյալն էլ n-ով էինք, չէ՞ նշանակում։ Հիմա ինչ կարող ենք ասենք։ Մենք այս մատրիցներից յուրաքանչյուրը գիտեինք մեր այն նախորդ պարագրաֆում ով էր։ Հիմա սրա օրինակ եթե E1-ը այս տարրական մատրիցն էր, մենք գիտենք իր հակադարձը ով է։ Դա նշանակում ենք F1-ով, եթե ցանկանանք։ E2-ը դա ով էր, E2-ը ոնց որ թե S էր, E2-ը սա էր։ Այս էր։ Իր հակադարձը ինչ կլինի, ուղղակի այս մինուսը պլյուս կդառնա, կստանանք այս մատրիցը։ E3-ի հակադարձը սա է, E4-ի հակադարձը սա է, E7-ի հակադարձը հերթով շարում գրում ենք, որ ինչ էր։ Ստացվեց մեր 7 հատ մատրից, եւ մեր A մատրիցը ներկայացրեցինք այս 7 հատ տարրական մատրիցների արտադրյալի տեսքով։ Խնդրեմ, ինչ հարցեր կան։ Դե, եթե այս պահին հարցեր չկան, որտեղ ինֆորմացիայի առատ քանակություն եք ստացել, սա հիշում եք, որ մեկն է այն թեմաներից, որը որ պետքա լավ կրկնել վարժությունների վրա մարդ մինչև սովորի։ Այս պահին հասկանում եք ինչ եք անցել, բայց հասկանալը դեռ սովորել չէ, պետքա լավ կրկնեք, որ իմանաք։